Այսօր կխոսենք արգանդի պարանոցի բջջաբանական քննության կարևորության մասին, պապ տեստի, ինչպես ենք վերցնում եւ ինչ տվյալ է այն մեզ տալիս։ Եթե պապ տեստը կատարվում է տեխնիկապես ճիշտ, ցավային սիմպտոմատիկան բացակայում, այսինքն կինը ցավ չի զգում։ Պապ տեստը հանդիսանում է անփոխարինելի օնկոմարկեր։ Հետևաբար, թե ֆոնային, թե նախաքաղցկեղային պրոցեսները մենք կարող ենք հայտնաբերել եւ ախտորոշել ամենավաղ փուլում։ Ախտորոշումների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում արգանդի վզիկի դիսպլազիան։ Դա բազմաշերտապակ էպիտելի նախաքաղցկեղային մորֆոլոգիական փոփոխությունն է, որը հիմնականում ասոցացվում է բարձր օնկոգեն ռիսկ ունեցող մարդու պապիլովիրուսի հետ։ Տարբերում ենք դիսպլազիայի 3 աստիճան։ Թեթև աստիճանի դիսպլազիային բնորոշ են ատիպիկ փոփոխություններ, որոնք սահմանվում են էպիտելի ստորին 1/3-ով։ Իրեն բնորոշ է պրոգրեսիայի ցածր ռիսկ եւ ռեգրեսիայի բարձր հավանականություն։ Միջին աստիճանի դիսպլազիայի փոփոխություններին արդեն բնորոշ է ստորին 2/3-ի ախտահարում։ Ծանր աստիճանի դիսպլազիային բնորոշ է ավելի քան 2/3-ի կամ ամբողջ հաստության ախտահարումը, ինչը հանդիսանում է ինվազիվ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ։ Եվ հիմա միասին մտածենք, արդյոք կարելի է անտեսել SIN1 կամ SIN2 ախտորոշումը եւ ընդունել դա որպես ես լսել եմ այդ նախադասությունները, բառակապակցությունները, դե լավ ոչինչ չի։ Ուրիշ բան, որ եթե խնդիրը կա իմ պացիենտների հետ, ես ընդհանրապես վախեցնող մասնագետ չեմ, եթե ախտորոշվել է, մենք պետք է այդ ախտորոշումը ընդունենք եւ հաղթահարենք։ Դա հարցի մի կողմն է, բայց ասել, որ ոչինչ SIN1 կամ 2, դա ոչ թե այսօր շատ տարածված մոդայիկ միֆերին է վերաբերվում, այլ դա արդեն աբսուրդ անգրագիտությանն է վերաբերվում։ Այնպես որ նման ախտորոշումների պարագայում դուք դիմում եք վապերվախ նեղ մասնագետի, մանկաբարձ գինեկոլոգի, կլինիցիստ գինեկոլոգի, հարցի պատասխանները ստանում եք մասնագետից, ոչ թե չաթից կամ այլ մասնագետներից, նեղ մասնագետը պետք է պատասխանի։ Պատճառն ենք հասկանում, ախտորոշումը եւ ինչպես ենք այն հաղթահարում։